Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Ուրախ եմ, որ միասին ենք, ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդաշարը եւ հետևում եք մեր գործունեությունը եւ սխալ չեք անում, որովհետեւ մենք վերցրել ենք մի ծրագիր, որը պիտի իրականացնելու արդյունքում ունենանք մեր ազգային խոհանոցը ամբողջությամբ եւ սկսել ենք Շիրակի մարզից։ Այսօր կպատրաստենք ձեզ համար շիլա գառան մսով եւ բրնձով, ասեմ, որ այս կերակրատեսակը բնորոշ է եւս այլ մարզերի եւ ընդհանրապես մեր խոհանոցում կան կերակրատեսակներ, որոնք տարբեր մարզերում պատրաստում են յուրովի։ Տեսեք, բաղադրությունը շատ պարզ բաղադրություն ունի, կլոր բրինձ, գառան միս, սև պղպեղ ենք օգտագործելու զիրա, իսկ յուղը մենք միշտ օգտագործում ենք բայարսկոյե ապրանքանիշի յուղը։ Բայց տեսեք, առաջին հայացքից հասկանալի է, լցրեցինք, այսպես հարիսայի նման պատրաստեցինք, խառնեցինք, հարեցինք, բայց ոչ։ Տեսեք, որ Շիրակի մարզում պատրաստում են յուրովի, գառան միսը ոսկրազատելուց հետո մանրացնում են, յուղով տապակում, նոր պատրաստում շիլան բրնձի հետ։ Եվ եթե տեսնում ենք, նայում ենք տեխնոլոգիապես, տեսնում ենք, որ շատ էլ ճիշտ են անում, պահպանելով մսի սննդային արժեքները։ Շատ կերակուրներ կան, որ պատրաստելու ընթացքում միսը կեղևապատում են, նոր ընդհանուր հիմնական կերակրատեսակին միացնում ու հասցնում պատրաստի վիճակի։ Քանի որ, ինչպես գիտեք, միսը բաղկացած է մկանային հյուսվածքներից, այդ մկանային հյուսվածքները իրենցից ենթադրում են փոքրիկ խողովակներ, որի մեջ հենց այդ սննդային արժեքներն են, պարունակություն են, սննդային արժեքներն է հեղուկի տեսքով, եթե այդ հեղուկը դուրս եկավ այդ մսի մեջից, այսինքն մենք եթե կորցրինք այդ հեղուկը, մենք ուրեմն ունենք լուրջ կորուստ սննդային արժեքների։ Այնպես որ մեր Շիրակի հայրենակիցները հաշվի են առել այդ հանգամանքը, դուք տեսաք, որ քաշիկայի տարբերակը նույնպես հենց միսը տապակում են, նոր են ավելացնում ձավարին, փաստորեն այդ ձևը արկա է։ Կարող ենք մսի հետ տապակել նաև ճարպը կամ դմակը, ինչպես ասում ենք, հավելյալ համ տալու համար։ Հիմա մի քիչ դմակով կտապակենք, այնուհետև յուղ կավելացնենք։ Ուղղակի ուզում եմ նշել ընդհանրապես, եթե կա որոշակի խոչընդոտ համի իմաստով դմակի օգտագործման, մենք դմակի հետ կարող ենք այդ ժամանակ տապակել մի քիչ սխտոր չեզոքացնելու համար այդ համերը, եթե մենք չենք սիրում այդ համը, բայց կարծում եմ, որ շատ լավ համ ունի գառան միսը, ընդհանրապես հիմա կտապակենք, տապակը տաքացնում ենք, դմակը մի քիչ տաղում, այնուհետև յուղ կավելացնենք, իսկ այդ ընթացքում բրինձը լվանանք, բրինձը նորից կրկնեմ, պիտի ընտրել կլորահատ բրինձը, պիտի նախազգուշացնեմ, որ երկար է պատրաստվելու այս կերակրատեսակը, մոտավորապես 2 ժամ, եւ այդ ընթացքի որոշ մասը մենք պատրաստելու ենք առանց խառնելու, որոշ մասը խառնելով։ Նշեմ նաև հարգելի հեռուստադիտողներ, որ այն ծրագիրը, այն թեման, որ մենք վերցրել ենք Շիրակի խոհանոց, մենք սկսել ենք բնականաբար դեռ նախուտեսներ, ապուրներ, հետո կգան հիմնական կերակրատեսակներ, հետո կգան աղանդերներ, բայց շատ կարևոր մի հանգամանքի մասին եմ ուզում ձեզ հիշեցնել, դուք հարգելի շիրակցիներ կարող եք անմիջական մասնակցություն ունենալ, եթե որևէ հնագույն կերակրատեսակ դեռ պահպանվել է ձեր օջախներում, դուք կարող եք դիմել, կարող եք մեր Instagram-ի էջին կամ Facebook-ի էջին այնտեղ դիմել եւ ներկայանալ, հենց այդ կերակրատեսակը միասին պատրաստել։ Մենք մթերքի ծախսերը ամբողջը մենք կվերցնենք մեզ վրա, միայն կլինի այն, որ դուք ձեր հիշողությամբ
կօգնեք մեզ վերականգնել մեր ազգային խոհանոցը։ Այսպես տապակվում է դմակը, տեսեք մեզ արդեն ունի բույրը, բնորոշ գառան, բնորոշ բույրը, եթե դա տհաճություն է պատճառում, մենք սխտորի երկու այսպես մասի ենք բաժանում բջեղը, միասին տապակում ենք, հետո կհանենք սխտորը, սա նրա համար է, որ չեզոքացվի այդ կարծեցյալ ոչ դուրեկան, իսկ ինձ համար շատ դուրեկան բույրը, չեզոքացնում ենք ուղղակի։ Նկարահանող խումբը կվկայի, որ սկզբից կար այդ բույրը, իսկ սխտորից հետո արդեն չեզոքացավ։ Ընդհանրապես, եթե մենք ուշադիր լինենք, բոլոր մսերն էլ ունեն իրենց բնորոշ բույրերը համերը։ Մեկին հորթի մսի բույրն է դուր գալիս, մեկին գառան, մեկին մյուսինը խոզի եւ այլն, բայց իրականում բոլորն էլ ունեն։ Մենք ցավոք սրտի մի քիչ հետ ենք վարժվել, այսպես ասենք, գառան մսից, ավաղ, որովհետև սննդային արժեքների մասով անհամեմատելի ավելի արժեքավոր է գառան միսը, ոչխարի միսը, քան թե այլ մսեղենները։ Եվ այդ մեր հետ վարժվելը ես կապում եմ սովետական միության ժամանակաշրջանից որոշակի այսպես քարոզություն գնաց եւ ես հիշում եմ նույնիսկ պետականորեն որոշում կայացվեց 70-ական թվականներին հանրապետությունում պակասացնելու մանր կճղակավորների գլխաքանակը, որովհետև արոտավայրերին վնաս էին հասցնում իբրտը, չգիտեմ։ Իմ կարծիքով դա շատ սխալ որոշում էր եւ այդպես պակասեց եւ սխտորը արդեն կարող ենք վերցնել։ Բոլորովին չեզոքացավ։ Եվ այդ որոշման արդյունքում ինչ ստացվեց, որ մենք հետ վարվեցինք ոչխարի մսից, ոչխար եթե չկա նաև բուրդ, հետևաբար նաև գորգագործություն ամբողջությամբ մոռացվեց եւ այսպես շարունակ։ Լավ, ինչև է, մենք լավ է որ հիմա սկսել ենք արդեն կամաց կնաց հասկանալ։ Մի քիչ ավելացնենք յուղ, ինչպես նշեցի Բայարսկոյե ապրանքանիշի։ Յուղը հենց տաքացավ, հիմա միսը կդնենք, որ կեղևապատվի։ Իսկ կեղևապատվելու համար հարկավոր է, որ յուղը տաքը լինի, այսինքն դաղված յուղ լինի։ Հիմա դաղվեց, միսը անմիջապես շրջում ենք անմիջապես, այսպես, որ բոլոր կողմերից ունենա կեղև։ Այսինքն պատկերավոր ասած, նշածս այդ մկանային հյուսվածքների, այդ խողովակների ծայրերը մենք պիտի փակենք, որ հյութ դուրս չգա։ Եթե նկատում եք, ամբողջությամբ այնպես արինք, որ բոլոր կողմերից առաջին կեղևը ստացվի, այսինքն առաջին այդ թեթև կեղևանման վիճակը ստացվի։ Հիմա բրինձը դատարկենք կաթսայի մեջ։ Ինչի եմ հարթեցնում, որովհետև բրինձը եւ ջուրը հարաբերակցությունը լինելու է 1:5-ի ծավալային առումով, այսինքն 5 անգամ մինչև վերջ ջուր եմ լցնելու։ Պիտի նշեմ, որ այս կերակրատեսակը բնորոշ է նաև ջավախքի, մեր այդ հայրենակիցների մոտ, բնորոշ է նաև ընդհանրապես վիրահայոց կենցաղում եւ պիտի նշեմ, որ նաև ունի ծիսական նշանակություն, շատ դեպքերում մատուցվում է հոգեհացի ժամանակ, բայց ինքը կերակուրը որպես կերակրատեսակ իր սննդային արժեքներով, իր համային հատկանիշներով շատ հաճելի կերակրատեսակ է եւ պարտադիր չէ, որ միայն օգտագործվի այդ ծիսակարգի ժամանակ։
Իհարկե կրկնում եմ, մարդիկ կլինեն, որ պատրաստած կլինեն կամ տեսած կլինեն, թե ինչպես են պատրաստում վիրահայքում, այսպես չեն պատրաստում, բայց սա Շիրակի մարզի բնորոշ են տեսնել։ Վերջ, տեսեք, արդեն կեղևապատեցինք, պարտադիր չի, որ կարմրի, արդեն ունենք կեղև, այս ամբողջ զանգվածը հիմա լցնում ենք բրնձի վրա, յուղը նույնպես, 1-5 ջուր ենք լցնում, այսինքն հիմա պետք է ամբողջությամբ ջուրը լցնենք կաթսան, դնում ենք կրակին, բայց մեր գործառույթը դեռ չվերջացավ, հենց սկսեց եռալ, կրակը իջեցնում ենք և մարմանդ կրակով մոտավորապես 1.5-2 ժամ պատրաստում, դրանից մենք կարող ենք չխառնելով պատրաստել մոտորապես 45 րոպեից 1 ժամ, դեռ չխառնել։ Հենց սկսեցինք խառնել, պիտի միշտ խառնենք, որպեսզի տակը չկապչի։ Սպասենք եռա։ Բարեկամներ, երկար ու ձիգ 2.5 ժամը արդեն անցյալում է և շիլան արդեն պատրաստ է։ Մեզ մնում է մի 5 րոպե այդպես խառնելով արդեն պատրաստի բերենք, բայց հիշեք, որ չենք համեմել դեռ, բայց մենք պատրաստենք նաև լավաշից հատուկ չիպսեր, չիպս ասում ենք, բայց իրականում սա հացփունջ է կոչվում, որ հնում պատրաստվել է մեր միջավայրում երեխաներին զբաղացնելու համար։ Չոր հացը, չոր լավաշը համեմված կամ ոչ դրվել է երեխաների առաջ, նրանք խաղացել են այդ հացով, հացփնջով, իհարկե խաղալիս նաև ճաշակել են և ախորժակները բացվել է, տեսեք հնում երեխաներին ոչ թե հետևից վազել են, այ սա կեր մամայի խաթեր, պապայի խաթեր, սա տատիկի, սա, այլ դրել են խաղերի միջոցով, իրենք իրենց ախորժակը բացել են։ Կտրատում ենք այսպես շեղակի, շեղանկյան տակ, դնում ենք ամանի մեջ, մի քիչ կարմիր պղպեղ, մի քիչ աղ, լոտուս աղից, ձետ և խառնում ենք։ Նստենք վառարանը, փռենք, 13 րոպե, ջերմաստիճանը դնենք 120 ջերմաստիճան, թող պատրաստվի 12 րոպե, մենք պատրաստենք արդեն համեմունքը, զիրա ենք օգտագործելու, զիրան այսպիսի հատիկներ են, և թարմ օգտագործելու համար ջարդենք, հոտը արդեն ավելի լավացավ, ավելացնենք զիրան, սև պղպեղ, աղ, լոտուս ապրանքանիշի և խառնելով նորից վերջնական տեսքի բերենք։ Կարող ենք ավելացնել նույնիսկ մի քիչ համեմի սերմ, սա պահանջն էր նաև մեր ավագ ընկերոջ, իսկ համեմունքը ընդհանրապես մենք պիտի հասկանանք, որ ըստ ճաշակի է։ Իհարկե, եթե որևէ կերակուր չունի ընդգծված պատրաստման եղանակ, որի դեպքում պարտադիր այս կամ այն համեմունքը պիտի լինի, մնացածով մենք կարող ենք կերակուրը հարմարեցնել մեր քիմքին։ Խտությունը լավ է, ծորացող
զանգված է, այս սա հենց շիլան է։ Գարան մսով շիլա։ Գարան միս 200 գրամ, բրինձ 100 գրամ, յուղ 50 գրամ, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, զիրա։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Եթե չեք հասցրել դիտել սկզբից, դուք կարող եք հետևել մեր YouTube-յան էջին եւ նորից սկզբից տեսնել, թե ինչպես պատրաստեցինք այս կամ այն կերակրատեսակը։ Իսկ դուք հարգելի հեռուստադիտողներ, հատկապես Շիրակի մարզի մեր բարեկամներ, եթե ունեք կերակրատեսակ տատիկից փոխանցված, ապա դուք կարող եք դիմել մեզ եւ միասին պատրաստենք, դրանով իսկ հոգ տանենք, որ այդ մշակութային ժառանգությունը չկորչի։ Շատ կարևոր է, որ մենք միասին տեր կանգնենք մեր ազգային արժեքներին։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։